Մարդ բացում է իր սառնարանը եւ տեսնում է, որ նույն գումարով ինքը գնացել է խանութ 2-3 ամիս առաջ, առել է շատ ավելի ապրանք, քան օրինակ այսօր գնաց խանութ։ Բա դրան էլ որ գումարվում է, որ մարդը աշխատում է Հայաստանում 12, 13, 14 ժամ, բայց պետք է աշխատի 8 եւ չի ստանում դրան համարժեք աշխատավարձ, բա որ դրան էլ գումարվում է, որ մարդը օր ու գիշեր աշխատում է, որ վարկային տոկոսները փակի, այդ տոկոսները, որ մի վարկը վեկալում, որ մյուս վարկը փակի, բա հələ դրա մասին խոսանք, բա հետո Ժորժան, այս քարոզարշավից մենք տեսնում ենք մի բան, ինչը կապված է այս բոլոր խնդիրների հետ։ Սա դեռևս ամենաչնչին են խնդիրների քանակն է, որը ես ասում եմ, որովհետև այդ քանակը շատ ավելի մեծ է խնդիրների։ Որևէ մեկը չի խոսում։ Քաղաքական ուժերը, թե ընդդիմությունը, թե իշխանությունը ինչից են խոսում։ Խոսում են նրանից, թե ով ինչ բառ կարա եւ ինչպես կարող է արտասանել։ Այս սա է, որ ժողովրդին ամենաշատն է ուզում, որ ժողովրդի խնդիրն է ամենակարևոր, թե որ քաղաքական գործիչը, որ բառը կարա առանց սխալվելու ասի։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու ես ասում եմ, որ մենք միասին պետք է ձևավորենք իրական ժողովրդական ընդդիմություն, որը ներկայացնում է ժողովրդի իրական խնդիրները, շահերը, որը ներկայացնում է ժողովրդի ձայնը։ Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, որովհետև նման ձևով մենք եւս 5 տարի ականատես ենք լինելու, թե ինչպես են ազգային ժողովում քաղաքական գործիչները պարզում, թե ով ավելի լավ բանաստեղծություն կարող ասի եւ ոտանավոր։ Սա է, Ժորժան, խնդրում դու գրեք ձեր կարծիքը, բաժանորդագրվեք իմեջին եւ տարածեք այս տեսանյութը։